Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հարությունյան։ Բարև ձեզ։ Տիկին Հարությունյան, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արդեն քանիցս ձեզ մեղադրում է ընտրակեղծ ծառայություն իրականացնելու մեջ, կաշառք տալու մեջ, Սարգ Մինասյանի հանրայինին տված հարցազրույցից հետո եւ պնդումներից հետո շարունակում է նույնը պնդել եւ ասում է, որ նաեւ ապացույցներ ունի։ Նախ ինչպես կարձագանքեք այս հայտարարություններին։ Այո, ինչպես ճիշտ նշեցիք, Վարդան Ղուկասյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիրը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել եւ նույնիսկ նշել է, որ ինքը փաստեր ունի։ Մենք էլ ասում ենք, թող սա ուղիղ հաղորդում է հանցագործության մասին, մենք էլ իհարկե ուզում ենք, որ դատախազությունը իսկապես գործառույցի եւ պարզի ովքեր են մեղավորները եւ Վարդան Ղուկասյանը պարտավոր է դատախազությունում հետո արդեն դատանում ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը, հակառակ դեպքում կստացվի, որ ինքը ուղղակի սուտ է վկայել, սուտ է խոսել եւ մեզ անհարկի մեղադրել է։ Ես ուզում եմ նաև մեր համաքաղաքացիներին, հեռուստադիտողներին հիշեցնել, որ Վարդան Ղուկասյանի հետ կապված քրեական վարույթ կա, հիշում եք հայտնի ձայնագրությունը, երբ նա սպառնում էր մարդկանց եւ ասում էր, եթե ընտրություններին իրեն չաջակցեն, ապա այդ մարդիկ խնդիրներ կունենան։ Ուզում եմ հիշեցնել նաև այն քրեական վարույթները, որոնք հարուցվել են այն ուժերի դեմ, որոնք սատարել են Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու առիթով եւ մարդիկ, ովքեր իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում աչքի են ընկել ընտրակաշառք բաժանելով եւ այդ կերպ ընտրություններում հաղթելով, հիմա եկել են ու քաղաքացիական պայմանագրին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ Ուզում եմ բոլորի հիշողությունը թարմացնել ու ասել, որ հենց մեր օրակարգով եւ մեր քաղաքական ուժերի ջանքերով է ընտրակաշառքի թեման Հայաստանի Հանրապետությունում փակվել։ Այսինքն մեր քաղաքական ուժի շնորհիվ է, որ ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում այլևս ազատ են ու թափանցիկ եւ մարդիկ անխախտ կարող են իրենց կամքը արտահայտել ընտրելով այս կամ այն ուժին։ Դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ Վարդան Ղուկասյանը հիմա անցնում է վարույթով ընտրակաշառքի հետ կապված նույն հայտարարությունը օրերս արեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ըստ էության ընտրակաշառք է բաժանվել եւ այստեղ ունենք խնդիր եւ թյուրիմացուաբար այն մարդիկ, ովքեր եկել են եւ ստանձնել են որոշակի պարտականություններ եւ պաշտոններ, պիտի դուրս շպրտվեն քաղաքական դաշտից։ Սրան էլ շատ սուր արձագանքեց Վարդան Ղուկասյանը, նախ ասաց, որ իրեն ժողովուրդն է ընտրել եւ ոչ ոք չի կարող իրեն դուրս շպրտել եւ հետո նաև ինքն էլ այսպես պահանջում է ապացուցել, թե այդ ինչպես է ստացվում, որ ինքը ընտրակաշառք է բաժանել։ Այսինքն, եթե այդ վարույթները անգամ կան, մենք դրանց process-ը ընթացքը չենք տեսնում եւ արդյունքը չենք տեսնում։ Մեկ կարևոր բան, Վարդան Ղուկասյանին չի ընտրել ժողովուրդը, Վարդան Ղուկասյանին ընտրել են այն ուժերը, որոնք սատարել են իրեն բուն քվեարկության ժամանակ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Վարդան Ղուկասյանը միանձնյա չի կարողացել ստանձնել քաղաքի կառավարումը։ Նրան անհրաժեշտ է եղել երկրորդ ուժի աջակցությունը, դա էլ չի հերիքել։ Երրորդ ուժն է միացել, դա էլ չի հերիքել եւ միայն չորրորդ ուժի միանալու դեպքում Վարդան Ղուկասյանը կարողացել է ստանձնել իշխանության ղեկը։ Եվ եթե իրենց ընտրել է ժողովուրդը, ապա ինչպես է ստացվում, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ավականու նիստում ներկայացված է 14 ավականիով, իրենք կրկնակի անգամ պակաս էլ չեմ ասում, որ կան ուժեր, որ 2-3 ավականիով են մասնակցում նիստերին, այսինքն ասել, որ շատ եմ լսում իրենց կողմից, որ քաղաքացիական պայմանագիրին Գյումրիում մերժել են եւ այլն, կներեք, իսկ 17,000 ձայնը ով է հավաքել։ Բայց եթե դուք այդպես չմերժված էիք, դուք հավաքեիք առավել ձայներ գայիք 50+ արդյունքով ստանձնեիք քաղաքի կառավարումը։ Այսինքն ուզում եմ սա եւս մեկ անգամ փաստենք ու բոլորս հիշենք, որ Վարդան Ղուկասյանը չի ընտրվել Գյումրու քաղաքապետ։ Բայց ամեն դեպքում դե ֆակտո հանդիսանում է քաղաքապետ։ Այո, 4 ուժեր միացել են եւ այդ 4 ուժերի միավորման արդյունքում Վարդան Ղուկասյանը դարձել է քաղաքապետ։ Իդեպ ասեմ, որ սա եւս քաղաքացիական պայմանագրի օրակարգն է, որովհետեւ եթե նախկինում իրենց սիրելի ղեկավարների օրենքները մնային եւ դրանք փոփոխության չենթարկվեին, ապա Վարդան Ղուկասյանը երբեք չէր դառնա քաղաքապետ, որովհետեւ ընտրական օրենսգիրքը մենք ենք փոխել եւ մենք ենք այս ընտրակարգը, այսպես ասած, ներդրել, որովհետեւ սա բխում է եւ ժողովրդավարության սկզբունքներից եւ նաեւ խորհրդարանական մոդելը դա է ընդհանրում։ Այս իմաստով էլ նաեւ մեղադրանքները շատ են, այո դուք ասացիք, որ դուք եք օրենսդրական կարգավորումներ բերել, որը բխում է ժողովրդական, այսպես ասած, ստանդարտներից, բայց ամեն դեպքում հասարակության լայն զանգվածի
դասի մոտ նաև քննադատությունը հենց այն իմաստով է, որ ինչու է Վարդան Ղուկասյանը առհասարակ հնարավորություն ունեցել մասնակցելու այդ ընտրություններին, ել չասեմ, որ այսօր դարձել է Գյումրու քաղաքապետ։ Այսինքն այստեղ էլի մեղադրանքները ուղղված են ձեզ։ Ինձ էլ շատ գյումրեցիներ, երբ տեսնում են, նույն հարցն են տալիս, ասում են, ինչու է Վարդան Ղուկասյանը քաղաքապետ, ինչու Վարդան Ղուկասյանը ձերբակալված չէ, ինչու է շարունակում պաշտոնավարել։ Հարցը իրավական տիրույթում է եւ կան համապատասխան մարմիններ, կան քրեական վարույթներ, գիտեք, որ մենք նաև նախորդ գումարման ավականու ժամանակ օտարված անօրինական հիմքով օտարված գույքերի մասով դատարան հայցեր ենք ներկայացրել, թվով 24 հայցի մասին է խոսքը, որտեղ կան նաև գործեր, որոնք վերաբերելի են Վարդան Ղուկասյանին եւ իր ընտանիքի անդամներին, եւ հիմա այդ գործերը քննվում են, տեսնենք թե դատարանը ինչ որոշում կկայացնի։ Այո, ասացիք, որ հարցը դատաիրավական համակարգի տիրույթում է։ Վերջին օրերին Վարդան Ղուկասյանը մեկ հայտարարություն արեց, որ այսպես այդքան էլ նորություն չէր, նորից կոչ արեց, որ Հայաստանը պիտի դառնա միութենական պետության մաս եւ անգամ վիրավորեց, եթե բառացիչը մեջ բերեմ, ապա վիրավորեց բոլոր նրանց, ովքեր կընդդիմադան դրան, բայց սա եզակի անգամը չէ, որ Վարդան Ղուկասյանից լսում ենք մենք նման հայտարարություններ, թե օրինակ Հայաստանը իրենից ինչ է ներկայացնում, որ միութենական պետության կազմ չդառնա, պարտադիր Հայաստանը իր փրկության համար պիտի միություն կազմի Ռուսաստանի հետ։ Նախ ընդհանուր առմամբ ինչպես եք վերաբերվում նման հայտարարություններին եւ չեք կարծում, որ նման հայտարարությունների հետևից նաեւ պետք է գնա իրավապահ համակարգը, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Վարդան Ղուկասյանը պարբերաբար կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Այո, հարցը կարելի է երկու մասի բաժանել եւ գնահատական տալ քաղաքական առումով։ Իհարկե, ես քաղաքական առումով գնահատական կտամ, որովհետեւ իրավական առումով համապատասխան մարմինները արդեն կարծում եմ իրենց խոսքը կասեն եւ եթե հանցակազմ լինի իր արված մտքերի արտահայտությունների մեջ, ըստ այդմ արդեն որոշ գործողություններ կձեռնարկեն, այս մասով ես զերծ կմնամ մեկնաբանել, իսկ ինչ վերաբերում է ուղղակի իմ կարծիքին, այո, ես համարում եմ խիստ խնդրահարույց նման արտահայտությունները, որովհետև սա ուղիղ հարված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, մեր պետականությանը եւ այն մարդիկ, ովքեր ստրուկի հոգեբանությամբ կփորձեն երկիր կառուցել, իրենք մեր երկրում, մեր պետությունում տեղ չունեն եւ ես կարծում եմ, որ նաեւ արտաքին ուժերի ազդեցությունը ուղղակիորեն այստեղ կա, Վարդան Ղուկասյանը միայնակ չի գործում, ինքը պարզապես ներկայացնում է դրսի ուժերի շահերը, ովքեր մեծ նպատակներ կամ ցանկություններ ունեն Հայաստանի Հանրապետությունում խժդժություններ մտցնել կամ սպառնալ մեր ինքնիշխանությանն ու պետականությանը, բայց ես նաև վստահություն եմ հայտնում, որ նմանատիպ բոլոր փորձերը շատ կոշտ գնահատականի են արժանանալու նաև ժողովրդի կողմից եւ որևէ կերպ չեն կարող դրանք արդարացված լինել։ Սրան զուգահեռ նաև մեկ այլ խոսույթ էլ Կատիկին Հարությունյան վստահ եմ լսել եք, որ բազմիցս ձեր ուժին այսպես որակում են որպես թուրքահպատակ, Վարդան Ղուկասյանն էլ բազմիցս իր խոսքում նշում է, որ եթե ոչ Ռուսաստան, ապա ձեր ուժը վիլայեթացման է տանելու Հայաստանի Հանրապետությունը, Գյումրին մասնավորապես։ Սրանք ինչի մասին են խոսում եւ այս հայտարարությունները առհասարակ ինչ միտում ունեն, որովհետեւ մենք տեսնում ենք այս տարանջատումը, որ կամ Ռուսաստան կամ Թուրքիա կամ պիտի միութենական պետություն կազմենք, կամ պիտի համակերպվեք, որ գնում եք վիլայեթացման։ Այս ինչ միտում է։ Իրենք չեն սիրում Հայաստանի Հանրապետությունը, իրենք չեն սիրում մեր հաջողությունները, իրենք պատրաստ չեն ընդունելու կառավարության այն հսկայածավալ աշխատանքները, որոնք իրականացվում են եւ մարդիկ տարիներ շարունակ ապրել են ուրիշի լծի տակ, ապրել են ստրուկի հոգեբանությամբ եւ հիմա իրենց համար ազատ անկախ երկրում ապրելը մի տեսակ դիսկոմֆորտ է առաջացնում։ Ու ելի եմ ասում, իրենք արտաքին ուժերի ազդեցության տակ են, որ այդպիսի հայտարարություններ են անում եւ այն մարդիկ, ովքեր իրապես հայրենասեր են եւ հայրենիքը պետությունը գնահատել սիրել գիտեն, իրենք երբեք չեն կարող նմանատիպ արտահայտություններ անել։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, ազատ է, ինքնիշխան է ու քաղաքացիական պայմանագիրը, մեր քաղաքական ուժը վերջապես կարողացել է այսքան տարիներ հետո մեր անկախությունը եւ մեր ինքնիշխանությունը իսկապես ամրագրել եւ ամուր հիմքերի վրա դնել։ Իսկ նմանատիպ արտահայտություններ անողները կարծում եմ մարդիկ էլ հասարակությունն էլ իրենց գնահատականը կտա եւ իրենք քաղաքական դաշտից էլ շատ արագ անհետանալու են։ Լավ, ձեր ասած անկախ եւ ազատ Հայաստանում, ինչպես պնդում է Վարդան Ղուկասյանը, ընդդիմադիր համայնքապետերը եւ առհասարակ ընդդիմադիր գործիչները կամ ունեզրկվում են, կամ ձերբակալվում են, կամ բռնաճնշումների են ենթարկվում։ Գյումրու տոնի ժամանակ էլ ինքը բեմից երգում էր,
որ ինքը քաջ Արամն է, որին տանում են Կախաղան։ Հիմա երբ եք պատրաստվում Կախաղան տանել նաև Վարդան Ղուկասյանին։ Այ, տեսեք, ինչ վերաբերում է նմանատիպ արտահայտություններին, որ ճնշումներ կան եւ այլն, ես ուզում եմ երկու զուգահեռ իրականություն մեջ բերել հիմա եւ թող մեր սիրելի հեռուստադիտողներն ասեն, մեկնաբանեն այդ ամենը։ Պատկերացնենք օրինակ հեռավոր 2008 թվական, 2010, 13, 15 թվական, երբ Գյումրիում օրինակ ընդդիմադիր համայնքապետ էր, իշխանությունը կամ համարենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր կամ Սերժ Սարգսյանը, Գյումրիում ընդդիմադիր օրինակ քաղաքապետ էր, Գյումրու օրվա տոնակատարության հետ կապված էլ օրինակ ընդդիմադիր գործիչներից մեկի բանտից արված հայտարարությունը ընթերցում էին։ Աջապահյանի նամակը նկատի։ Այո, պատկերացրեք, որ դա տեղի է ունենում, այս նույն իրականությունը տեղի է ունենում օրինակ 2008 թվականին։ Նման բան հնարավոր էր պատկերացնել։ Նման բան տեղի կունենար երբևէ։ Իհարկե ոչ։ Հիմա ու այս մարդիկ խոսում են բռնաճնշումներից, խոսում են խոսքի ազատությունից, խոսում են իրենց կամ արտահայտությունը սահմանափակելուց։ Իրենք այսօր ամեն ինչ քաղաքականացրել են եւ փորձում են քաղաքական շոու անել։ Նույնիսկ մշակութային միջոցառումը վերածում են քաղաքական շոուի, ինչի մասին է խոսքը, եւ որևէ մեկ իրենց չի արգելում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը խաղաղ հավաքներ կամ միջոցառումներ կազմակերպելու իրավունք եւ հնարավորություն ունեն։ Եթե դրանք կրում են խաղաղ բնույթ եւ իրենք Գյումրու օրվա տոնակատարությունը որոշեցին քաղաքական շոուի վերածել եւ սա այն դեպքում, երբ որ մենք հստակ ավականուն նիստում ունեինք պայմանավորվածություն եւ Վարդան Ղուկասյանը անձամբ էր խոստացել, որ տոնի միջոցառման ժամանակ որևէ քաղաքական հայտարարություն չի հնչելու եւ նա հերթական անգամ խախտեց իր տված խոստումը։ Իսկ քաղաքական շոուի մասերը ըստ ձեզ որ Տաշիր բարեգործականներ նաև մասնակցություն ուներ այդ կազմակերպչական առումով։ Բնականաբար, որովհետեւ դուք հավանաբար տեսել եք մասնավորապես Հեցի Ղարս մասնաճյուղում, որը սպասարկում է նաև Գյումրիի տարածքը, դուք տեսել եք Հեցում ինչ անմարդկային պայմաններ են աշխատողների համար ստեղծված, սկսած բակից, սանհանգույցից, պայմաններից, ել չեմ ասում այն մնացած չարաշահումները, որոնց մասին մենք ամեն օր տեղեկանում ենք։ Բա եթե այդպես բարեգործ էիք, եթե այդպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին մտածող էիք, բա ձեր ղեկավարած հիմնարկում մի հատ սանհանգույցն ինչ էր, որ չէիք սարքում, մարդիկ արժանավայել կերպով կարողանային օգտվել։ Հիմա եկել են Գյումրիում տոն են կազմակերպում, գյումրեցու մասին մտահոգվում են։ Սա բնականաբար ընտրություններից առաջ իրենց հերթական PR քայլն է եւ ուրիշ ոչինչ։ Տիկին Հարությունյան, քանի որ Աջապահյանից նաև խոսեցինք, տեսեք, Աջապահյանի վերդիկտի հետ իրավիճակը հակառակն է, վերդիկտի հետ անհամաձայնություն կա այն իմաստով, որ ասում են իրավապահ համակարգը էլի ուղիղ ենթարկվում է ձեր ուժին, կատարում է իր, այսպես ասած, հայտարարությունները եւ գնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ետևից, անգամ Վարդան Ղուկասյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ է այսպես ուղղորդում իրավապահ համակարգին, թե ում հետևից պիտի գնան հաջորդը, եւ նույն Աջապահյանը ինքն էլ է հայտարարել, որ ինքը քննադատել է եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ Տեր-Պետրոսյանի ժամանակ, բայց իրեն ձերբակալել են միայն այս իշխանությունների ժամանակ եւ այս իշխանությունների ժամանակ արված քննադատության համար։ Տեսեք, քննադատությունը այլ բան է, ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելը այլ բան է։ Ազատ կարծիքի քննադատության համար այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը որևէ ճնշման չի ենթարկվում։ Տեսնում եք այսօր համացանցում մարդիկ ինչեր են գրում եւ ինչ արտահայտություններ են անում, որևէ մեկի խոսքը սահմանափակվել է այսքան ժամանակ, որևէ մեկը ինչպես նախկինում էր, որևէ պատի տակ ծեծվել է ազատ խոսք ասելու համար, թե ոչ։ Բնականաբար ոչ, հիմա բոլորը եւ համացանցում եւ ամենատարբեր հարցազրույցների ժամանակ ազատորեն կարող են իրենց մտքերը արտահայտել։ Միքայել Աջապահյանը հնչեցրել է ռազմական կոչ եւ սա քրեական օրենսգրքով պատժելի արարք է։ Սա ուղղակի քննադատություն կամ ուղղակի կարծիք չէ։ Խնդրում եմ այս տարբերությունը հստակ ֆիքսենք։
տեղի է ունեցել հանցագործություն եւ հանցագործության համար դատարանը կայացրել է որոշում։ Դե հիմա քաղաքասարակության մի մասն էլ նաև ընդ որում էլի մեղադրանքները ուղղվում են իշխող ուժին, քանի որ իշխող ուժը կառավարող ուժը ասում են, որ նույն նախկին ղեկավարները, որոնք ասում են մի շարք վարույթներով ամենատարբեր հանցագործներ ազատության մեջ են, իսկ իր կարծիքը ասելու համար Աջապահյանը 2 տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման։ Այստեղ է դիլեման, որ չի հասկանում նաև քաղաքասարակությունը եւ այս իմաստով նաև դժգոհություններ կան։ Տեսեք, հարցը քանի որ իրավական դաշտում է, ես բնականաբար չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել, որովհետև կա քննչական կոմիտե, կան դատարաններ, կան իրավապահ մարմիններ, որոնք իրենց գործառույթները իրականացնում են եւ որ հանցագործության համար ինչ պատիժ են սահմանում, դա արդեն իրենց լիազորությունների եւ իրավասության տիրույթում է, բայց ես կարող եմ ասել, որ կոնկրետ Աջապահյանի դեպքում հստակ ընդ որում ոչ մեկ անգամ, մի քանի անգամ ռազմական կոչ անելու ուղերձ է հնչել, իսկ դա ուղիղ հարված է մեր պետականությանը եւ այո, դա պետք է պատժվի ամենախիստ ձևով։ Գերտիկին Հարությունյան մի փոքր էլ խոսենք գյումրեցիներից եւ Գյումրիի խնդիրներից, որովհետեւ նույն Վարդան Ղուկասյանն էլ բարբերաբար իր ասուլիսներում խոսում է վիկինգներից, Վարդան Մամիկոնյանից, Քաջարամից, թուրքերից, ռուսներից, բայց Գյումրիի ու գյումրեցիների խնդիրները այսպես ծվերում են մնում։ Հիմա ինչ խնդիրներ ունի Գյումրին եւ որոնք են այն առաջնահերթությունները, որոնք ձեր ուժի համար են այսպես ասած կարեւոր եւ պիտի ձգտեք դրանց լուծմանը։ Ճիշտն ասած, ես հիմա կդժվարանամ ասել, թե այս նախորդ ամիսների ընթացքում Գյումրիում ինչ աշխատանքներ են իրականացվել համայնքապետարանի կողմից, որովհետև ըստ էության դրանք չկան։ Մի քանի փողոցներ են փոսալցվել, ընդ որում շատ վատ որակի ասֆալտ է արվել, փոսալցում է արվել, ամբողջական ասֆալտապատման կամ վերակառուցման մասին չէ խոսքը։ Եվ մի քանի այսպես փոքրիկ ծրագրեր են իրականացվել, սա էլ այն դեպքում, երբ որ մեր եւ մնացած մյուս խմբակցություններն են հարցը բարձրացրել, ուղղակի Վարդան Ղուկասյանը ճարպկորեն կարողանում է այդ մեր բարձրացրած խնդիրներին արձագանքել եւ դա վերագրել իրեն։ Եվ մի քանի անգամ այդպիսի դեպքեր ունեցել ենք, երբ որ հարցը մենք ենք բարձրացրել, այդ հարցը լուծել են, հետո ասել են մենք ենք արել, բայց ի սկզբանե հարցի հասցեատերը կամ հարցը վեր բարձրացնողը մենք ենք եղել, բայց ոչինչ, կարևորը գործը արվում է փոքրիկ այսպես դանդաղ քայլերով, բայց բնականաբար կառավարությունը Գյումրիում մեծածավալ ծրագրեր է իրականացրել եւ շարունակում է իրականացնել։ Ես կարող եմ նշել նաեւ Շիրակացու փողոցը, որը Գյումրու ամենաերկար փողոցներից մեկն է, եթե ոչ ամենաերկարը, եւ կառավարության ուղիղ միջոցներով, պետական միջոցներով փողոցը վերակառուցվելու է եւ սա կարծում եմ ամենակարևոր իրադարձությունն է եւ նաեւ գյումրեցիներին այսպես շատ ուրախացնող հանգամանք է, նաև այս տարի սուբվենցիոն ծրագրերով 20 փողոց եւս վերակառուցվելու է Գյումրիում, ու նաև ուզում եմ նշել Գյումրիի Լեռնակագյումրի չվերթի մասին, որը արդեն վերաբացվել է եւ չվերթները արդեն իրականացվում են, ու սա Գյումրու տնտեսական զարգացման համար շատ մեծ խթան կարող է լինել, եւ սա մեր նախընտրական խոստումներից մեկն էր, կառավարության խոստումներ, ու մենք ամեն դեպքում մեր քաղաքական ուժը պետական միջոցներով փորձելու է Գյումրիում մի շարք ծրագրեր իրականացնել եւ իհարկե մենք հույսը չենք դնելու այս դեպքում մնացած բոլոր ուժերի վրա, ովքեր ստանձնել են քաղաքի կառավարումը, բայց փաստացի ոչինչ չեն անում։ Քանի որ խոսեցիք նաեւ կառավարության ծրագրերից, տեսեք, Վարդան Ղուկասյանը բազմիցս իր դժգոհությունն է այդ իմաստով արտահայտել, ասել է, որ բյուջեի իմաստով խնդիր ունեն եւ անգամ պատրաստվում է կառավարությանը դատի տալ, մի քանի անգամ այդ հայտարարությամբ հանդես է եկել, վերջերս նորից ասուլիսում այդ միտքը կրկնեց եւ ասաց, որ այո, իրենք շուտով գործնական քայլեր արդեն կիրականացնեն, այս իմաստով մտավախություններ չկա։ Ինձ համար պարզ չէ ինչի մասին է խոսքը, որովհետև կառավարությունը օրենքով սահմանված կարգով իր բոլոր պարտավորությունները ոչ միայն Գյումրու, այլ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների նկատմամբ իրականացնում է սուբվենցիաների, դոտացիաների տեսքով գումարները բնականաբար փոխանցվում են համայնքներին, թե ինչպես է կառավարությանը դատի տալու եւ իրավական ինչ հիմք է դնելու այդ process-ի գործընթացի մեջ թող անեն, տեսնենք, ըստ այդմ կարձագանքենք, բայց իմ կարծիքով դա որևէ կերպ այսպես adekvatության սահմանների մեջ չի մտնում, այսինքն ինչ է նշանակում դատի տալ կառավարությանը։ Իդեպ ասեմ, որ Վարդան Ղուկասյանը իր քարոզարշավի ընթացքում
ասում էր քաղաքացիներին ընտրեք ինձ, որովհետև ես գումարի տեղը գիտեմ, ես այդ գումարները կբերեմ, այո, գումարները կբերեմ, Գյումրին կծաղկի, Գյումրին այսպես կվերակառուցվի, նաև մեջբերում էր, որ շուտով ռուսների կողմից գործարաններ են կառուցվելու, չգիտեմ, Գյումրին դառնալու է, այո, աշխարհի ամենազարգացած քաղաքը, բա ուր են այդ ներդրումները, որտեղ են այդ գումարները, այսինքն անհասկանալի է։ Այսինքն այդ ներդրումների մասին, որոնք խոսում էր Վարդան Ղուկասյանը, շոշափելի չեն, տեսանելի չեն Գյումրիում։ Բացարձակ տեսանելի չեն ու ես կարծում եմ ոչ էլ տեսանելի կլինեն առաջիկայում, դա ընդհանրապես այսպես հերթական խոսքներ, որը փաստացի որևէ ձև իրականություն չի դառնում։ Շնորհակալ եմ Տիկին Հարությունյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանի հետ, կհանդիպենք։